շնորհակալ ենք, որ եկաք տաղավար, ավանդույթի համաձայն ամփոփում եք անցնող շաբաթը եւ այսպես այս շաբաթը, այսպես ասենք, հերթական մասկի շոուներից անպակաս էր։ Մենք տեսանք ինչպես Բերմայի ենթարկեցին, ձերբակալեցին ու այնուհետև երկու ամսով կալանավորեցին Նարեկ Սամսոնյանին, Վազգեն Սաղաթելյանին։ Ըստ էության խոսքի համար պատասխաններ Ալեն Սիմոնյանի գրառմանը, Ալեն Սիմոնյանը հաստատեց, որ իր հաղորդման հիման վրա է եղել դա։ Ես կխնդրեմ մինչև այս իրողությանը անդրադառնալ, ընդամենը 1 րոպե այս տեսանյութը մի հատ նայենք ու վերհիշենք ինչ էր ասում Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի ամբիոնից։ Վերեք ուզում եք իջեք ցած։ Այդ դասալիքներին ինչի չեք առաջարկում գնդակահարել։ Այդ վախկոտ փախածներին ինչի չեք առաջարկում գնդակահարել։ Ձեր Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը 98 թվականից հետո պետք է եղել ձեր իշխանությունը պահելու համար։ Ես ձեզ այդ պատերով կտամ եւ այդտեղի ձեր քաղաքական դիակի մնացորդները դուրս կհանեն, իրենք իտեն վերաբերվում է հերիկան ներվերներից հետ խաղալ։ Ես ես ոտի տակ կտամ, ոչ թե ձեզ հետ կբանավիճ է։ Ինչ գործում եք, դուք ես դահլիճով ընդհանրապես նստած։ Մամուլի հրապարակումներով առաջնորդվեն, սաղիկ պտի տանեմ լսեք ահացայի պատվալը։ Տեսարաններ, լարվածություն, գոռոցներ ու սպառնալիքներ։ Առաջին 2026-ից հետո էլ եք ուզում լսել այս ձայները։ Հասեք։ Հասարակությունը սևերի ու սպիտակների բաժանածները արդեն հակադրում են Արարատը Արաքածին, Էջմիածինո։ Խնդրեմ, այս ամենը ու տեսակ նորից եմ ասում, նաև մեր տաղավարում Արմինե Ադրբեկյանը շատ ճիշտ հիշեց։ Հիշում եք Սյունիքում, որ մտել են ադրբեջանցի եւ սպանել էր մեր հայրենակցին, ինչպես նրա, այսպես ասենք, կազմակերպեցին, նրա վերադարձը ակուրատիվ է բառը, եթե կարելի է թույլ տվեք օգտագործել, եւ ինչ են անում այս իրականությունում մեր հայրենակիցների նկատմամբ։ Շնորհակալ եմ հրավերի համար, նախ իհարկե անդրադառնանք այս շաբաթվա ընթացքում տեղի ունեցած գլխավոր իրադարձություններին եւ առանձնանում իհարկե անտիֆեյք լրատվականի, կարելի է այսպես ասել, կազմակերպման process-ը, որը միանշանակորեն ոչ միայն քաղաքական հետապնդում է, այլ նաեւ լրատվական միջոցի հանդեպ վերաբերմունք այն փագելու ուղղությամբ ձևը, որով որ տղաներին տարել են, կրկին նմանացնում է, որ կարծես թե տանում են սերիական մարդասպաններին։ Մինչդեռ եթե մենք հիշենք, որ 2 ամիս առաջ գյուղապետի սպանության մեջ մեղադրվող անձին ինչպես էին տանում, մի հատ է տակը երաժշտություններ էին դնում, բան կարծես մի հերոս էին ձերբակալում, ընդ որում դիմակավորված արձիկ չէին, ձեռքերը չէին ոլորե, իրենց չէին կզացրած տանում, այսինքն այս երկիրը դարձել է մի երկիր, ուր մարդասպաններին քիչ է մնում ծափահարություններով տանեն հարցաքննության, իսկ մարդկանց, որոնք ուղղակի ազատորեն իրենց կարծիքն են հայտնում, նման ձևի են տանում։ Իհարկե սա նաև վախի մթնոլորտի սերմանելու process-ն է, որպեսզի ժողովուրդը վախենա, ասի այսա չխոսանք ավելավա, չխոսանք, ինչ էլ խոսանք սենց ալնելու, բայց կարծում եմ նման տեսարանները այլևս իրենց ազդեցությունը չեն ունենալու եւ չունեն։ Սա իհարկե գալիս է նրանից, որ 7 տարի անց, երբ որ դու սկսում ես դրսևորել ինչ որ բռնապետի հակումներ, ոչ քեզ հավատում են, ոչ էլ կարողանում ես։ Այո, իհարկե արևմուտքից դեռևս ունես կարտ բլանշը նման բաներ իրականացնելու, բայց ինչքան շատ ես իրականացնում, այդքան ավելի շատ ես հայտնվում արևմուտքի ազդեցության տակ, եւ ինչքան շատ են նման ձերբակալությունները, այդքան շատ ես դու ապագայում, մոտ ապագայում հանձնելու նույն քո տերերին։ Տեսեք, շատ པարզ հոգեբանական խնդիր է, որ երբ որ դու իշխանության ես ու ինչ որ X մարդու բանի ներքո, հովանավորության ներքո անում ես անօրինական բաներ, ակնհայտ է, որ քո կախումը այդ մարդուց շատանում է։ Մի այլ հարց է, որ դու գիտես, որ քեզ թույլատրված է անել ամեն ինչ, բայց դու չես անում ոչինչ, այդ ժամանակ կախումդ մինիմալ է։ Բայց երբ որ դու օգտվում ես այդ թույլտվությունից ու քո երկրի ներսում գրում ես խայտառակ օրենքի խախտումների, դա նշանակում է, որ քո կախումը քո տերերից ուղղակի դառնում է 100%-անոց։
եւ դու իշխանությունը պահելու համար արդեն ստիպված ես լինում գնալ ոչ թե ոչ պոպուլար քայլերի, այլ ազգակործան քայլերի, պետությունը քանդող քայլերի։ Ինչեւ մեկ ականատեսնենք այս վերջի տարիների։ Այսինքն ակնհայտ է, չէ՞ որ եթե Նիկոլին թողնում են նման ձերբակալություններ անել, քաղաքական ահավոր հետապնդումներ իրականացնել եկեղեցու ներկայացուցիչների նկատմամբ, Սամվել Կարապետյանի նկատմամբ, Գյումրիի քաղաքապետի նկատմամբ եւ այլոց, սա նշանակում է, որ ինչ որ միտեղ քեզանից հետ են ստանալու այդ աչքերը փակելու համար։ Դա էլ պետք է բոլորս գիտակցենք, որ ինչքան շատ նման դեպքերի ականատեսը մենք լինենք, այդքան շատ Նիկոլը հանձնելու է հայկական հետաքրքրությունները հանդիսացող տարբեր բաներ։ Հիմա մի դեպքում դա կլինի հող, մի դեպքում դա կլինի Սևանալիճի ինչ-որ մի մաս, մի դեպքում դա կլինի մի այլ բան, բայց իմացեք, որ ցանկացած նման քայլ ել ավելի շատ է Նիկոլին դնում կախման մեջ իր տերերից։ Հիմա այդ տերերը այսօր բացի Ադրբեջանից եւ Թուրքիայից ովքեր են դժվարանում եմ ասել, բայց հավանաբար էլի կան։ Եվ այս ամենը զավեշտալի է, որ այս ամենը նաեւ իրականացվում է այն ֆոնին, որ օրինակի համար 3 առաջ օրը Բաքվում Ադրբեջանի դատախազի օգնականը ներկայացրեց պահանջը ի հանդեպ մեր գերիների, որոնք այնտեղ անհիմն դատվում են, եւ պահանջեց ՑՄԱ բանտարկությունից մինչեւ 16-ից 18 տարի, այսինքն կարելի ասել բոլորին ՑՄԱ ազատազրկում է պահանջը, որտեղ ակնհայտ է նման սրոկերով Բաքվի բանտում Այո, 65-ը լրացածներին ուղղակի իրավունք չունեին ՑՄԱ դատապարտեն, դրա համար պահանջել է 16-ից 20 տարի ազատազրկում։ Եվ այդ ամեն ինչի պատասխանատուն ունի անուն եւ ազգանուն՝ Նիկոլ Փաշինյան։ Ինքն է պատասխանատու նրա համար, որ այսօր մեր հայրենակիցները գտնվում են Բաքվի բանտում, ինքն է պատասխանատու, որ այդ մարդիկ հայտնվել են տերորիստի կարգավիճակով եւ ինքն է հենց ճանաչել Արցախը Ադրբեջանի մաս, ինչի հետևանքով Արցախի պաշտպանության բանակը դարավ այլ երկրի տարածքում գործող անօրինական զինված միավորում, գծիկ տերորիստներ եւ այդ խմբավորման բոլոր ներկայացուցիչները նույնպես։ Սա արել է Նիկոլ Փաշինյանը, այսինքն երբ որ իրենք փորձում են տարբեր նարատիվներ առաջ տանել, օրինակի համար, բա թող մնային կռվեին։ Գիտեք ինչ, տարբեր դեպքերում այդ նարատիվը կարող էր եւ աշխատել։ Բայց եկեք վերհիշենք մի բան, հա, Արցախյան վերջին ճակատամարտի ժամանակ առաջի օրը Նիկոլ Փաշինյանը փոխանակ իր զորակցությունը հայտներ Արցախի հանրապետությանը եւ ասել, որ Հայաստանի Հանրապետությունը ամեն ինչով օգնելու է դիմակայել այս պատերազմական գործողություններին, Նիկոլը արեց ճիշտ հակառակը։ Նա հենց առաջի օրը արցախցիներին հասկացրեց, որ ես ձեզ թողնում եմ մենակ, որ հայկական բանակը չի խառնվելու։ Իհարկե դրանով, թե մարդկանց ոգին կոտրելով եւ թե հիասթափություն մտցնելով, ակնհայտ էր, որ արցախցիները միայնակ չեն կարող դիմակայել այդ հարձակմանը։ Փորձել են 2-3 օր ինչքան կարողացել են կռիվտվել են, բայց չես կարող քեզանից տասնյակ անգամներ գերազանցող բանակի հետ կռիվտաս։ Եվ երբ որ Նիկոլի բերանից հնչում է մնայք կռվեիք բառերը, թարգմանեք այդ բառերը հայերեն մնայք մեռնեիք։ Ընդ որում հետևանքը լինելու էր նույնը, ամբողջությամբ դատարկված Արցախի հանրապետություն։ Բայց միշտ հիշեք, ցանկացած ԿՊ-ի ներկայացուցիչ, երբ որ ասում եմ մնայք կռվեիք, իրականում ասում եմ մնայք մեռնեիք, որտեղ դուք մեզ պետք չեք։ Եվ այսօր էլ ամեն ինչ անում են, որ արցախցիները Հայաստանում չմնան։ Լքեն իրենց հայրենիքը։ Այսինքն պարզ բաներ են, որոնք պետք է բոլորս գիտակցենք։ Շատ հետաքրքիր է, որ վերջի մի քանի օրը ինչ որ մոլդովական նշույլներ են Հայաստանում ի հայտ գալի, մենք տեսնում ենք, որ իշխանության տարբեր ներկայացուցիչներ, այդ թվում իրենց ղեկավարը ազգային ժողովի ամբիոնից եւ այլ տեղերում սկսել են խոսալ նրա մասին, որ իրենք պետք է որոշեն ով կլինի ազգային ժողովում, ով չի լինի, ով կմասնակցի ընտրություններին, ով չի մասնակցի։ Ակտիվացել են այսպես կոչված գործակալների մասին խոսակցությունները։ Ես եթե անկեղծ ուրախանում եմ, որ նման բան է։ Սա նշանակում է, որ սրանք սարսափում են եկող ընտրություններից։
Սա ուղիղ ապացույցն է նրա, որ սրանք սարսափում են ընտրություններից։ Եվ այո, միգուցեև ինչ-որ պահի գնան Մոլդովայի սցենարով արգելեն ինչ-որ կուսակցությունների մասնակցել ընտրությունների, բայց իրենք պետք է նաև գիտակցեն, որ դա անելով թողնելու են մեկ քայլ, փողոց։ Տեսեք, միշտ չէ, որ քեզ թվում է, որ դու կարող ես վերահսկել փողոցային շարժումները։ Հակառակը, ընտրությունները ժողովուրդների մեջ ինչի համար են, ընտրությունները նաև օգտագործում են քաղաքական եռացող կացան հանգստացնելու համար, որտեղ ընտրությունների միջոցով դու կարողանում ես տարբեր շերտերում այդ ատելության բանը իջացնել, այսինքն լավ պարտվեցինք ընտրություններում կամ հաղթեցինք, եւ երբ որ դու զրկում ես այդ մարդկանց իրենց նախընտրած տեխնացուին քվեարկելու իրավունքից, դու իրականում այդ եռացող կացայի մեջ էլ ավելի ես եռացնում այդ կացան եւ հետևանքները կարող են լինել անկանխատեսելի։ Սա էլ պետք է սրանք հասկանան։ Ասած ինչ է, մի կարծեք, որ Մոլդովայի սցենարով գնալով դուք կարողանաք հաղթել ընտրություններում։ Միևնույն է չեք հաղթելու։ Ուրեմն կպարտվեք փողոցում։ Այնինչ դուք անում եք այսօր նորաստեղծ ուժի ղեկավարի հանդեպ Սամվել Կարապետյանի մասին է խոսքը։ Սա պրուժինի էֆեկտ ունի, այսինքն դուք հացն սխմում եք, բայց ինչ որ մի պահի այլևս չեք կարողանալու սեղմեք։ Եվ այսքան որ սխմել եք, դրա տասնապատիկով այդ պրուժինը բացվելու է։ Եվ հետևանքները ձեր համար լինելու են իրոք շատ ցավալի, շատ ցավալի։ Դուք իշխանությունը պահել է վերածել եք ձեր անձնական միակ թիրախի։ Դուք այս երկրի համար որևէ լավ բան չեք արել։ Ձեր ընտանիքների համար արել եք, իհարկե, կոռուպցիան ֆենոմենալ մակարդակի եք բարձրացրել։ Բոլորը տներ եք առել, մեքենաներ եք առել։ Ընդ որում ասեմ ձեզ ավելին, եթե այսօր Արցախը լիներ, եթե այսօր Հայաստանում լիներ նորմալ վիճակ, չէ խոսա դրա մասին։ Կասե ինչ ուզում են թող անեն, կարևորը երկիրը ապահովը։ Բայց դուք քանդել եք, հանձնել եք Արցախը, դուք քանդում եք Հայաստանը եւ քիչ է այդ ամեն ինչը անում եք եւ շատ լավ գիտակցում եք, դուք նաեւ ուզում եք մնալ իշխանության։ Եվ այդ ասացիք դուք քանդել եք Արցախը, ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը բյուջեի քննարկման եզրափակիչի ելույթում ասում է մեզանից շատ, եկել հիմա Ղարաբաղ եք լացում, մեզանից շատ ոչ ոք, ոչ մի իշխանություն Ղարաբաղի համար չի արել, ոչ ֆինանսապես, ոչ էլ այլ հարցերում։ Խնդրեմ այս մասով ձեր գնահատականը եւ քանի որ դուք նախորդ իշխանությունների ժամանակ երկար տարիներ եղել եք համայնքական հիմնադրամի նախագահ եւ նաեւ գիտենք հիմնադրամը ինչ աջակցություններ է ցույցել Արցախին, ինչպես է շենացրել Արցախը, խնդրեմ այս մասով, որովհետեւ երբ ինքը գլուխ է գովում, որ ֆինանսապես ինչպես են աջակցել Արցախին, խնդրեմ այս մասով ձեր տեսակետ արտահայտեք եւ երբ որ խոսք է գնում անընդհատ, որ պետական պարտքը իրենք գրեթե 8 միլիարդով ավելացրել են այս 7 տարվա ընթացքում, տեսակ ասում եմ չենք ուզում ասել, բայց հիմա կասենք, զենք ենք գնել, ներողություն, ինչ զենքի մասին է եւ ի վերջո այդ զենքը ուր է։ Տեսեք, նախ եւ առաջ պետք է հետեւյալը հասկանանք, որ երբ որ Նիկոլը ասում է, որ մենք ֆինանսապես Արցախի համար արել ենք շատ ավելին կամ նախորդ իշխանությունները, ապա հարց է ցակում, բա ինչի եք արել։ Շատ բարձ մարդկային հարց։ Իսկ ինչի եք արել, եթե պետք է Արցախը Ադրբեջանի մաս ճանաչեիք։ Ինչու եք վատնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, ինչպես նաև Սփյուռքում հավաքագրված գումարները, այդ գումարները ուղարկելով Արցախ։ Հարցացակում էլի։ Որեք ես գիտեմ ինչ էի անում, որտեվ իմ ամենավատ երազում նույնիսկ չէի պատկերացնում, որ Արցախը կարող է մի օր Հայաստանում գա իշխանություն, որը Արցախը ճանաչելու Ադրբեջանի մաս։ Դրա համար արխային անում էին։ Դրա համար երբ որ գնում է աշխարհի տարբեր երկրներ, բայրարների հետ հանդիպելու, վստահությամբ ասում է, որ այս գյուղում դպրոցը կառուցենք 100 տարի ծառայելու է, որտեղ կասկած չունեի, որ Արցախը հայկական է եւ լինելու է հայկական։ Բայց դուք, Նիկոլներ, երբ որ 100-200 միլիոն դոլարը ուղարկում եք Արցախ, ընդ որում 20 թվի պատերազմից հետո, իմանալով, որ դուք ճանաչելու եք Արցախը Ադրբեջանի մաս, ինչ եք անում։ Դուք ուղղակի թոզ եք փչում մարդկանց երեսին, ուղղակի թոզ։ Դուք ուզում եք ցույց տայք, որ տեսեք ամեն ինչ անում ենք,
բայց ամեն ինչ անողը կարող էր այդ փողը չուղարկել Արցախ ընդհանրապես։ Ամեն ինչ անողը պետք է ճիշտ դիվանագիտություն վարեր։ Ամեն ինչ անողը պետք է Արցախը պահեր։ Իսկ դուք տարաք 200 միլիոն, 250 միլիոն դոլարը թաղեցիք Արցախում եւ հանձնեցիք Ալիևին։ Հիմա ես չգիտեմ ում մոտ է գլուխ գովում։ Գնացեք Ալիևի մոտ գլուխ գովացեք, մեր մոտ եք գովում։ Այդ բոլոր շենքերը, բաները, բնակելի շենքերը որ կառուցվել է, նվերեք Ալիևին։ Մեզ եք ասում, որ Արցախի համար շատ բան է կարել, էլի Ալիևին ասեք, իր համար է կարել։ Որտեւ եթե մեր համար արած են կամ արցախցիները, ապա այսօր Արցախը կլեր հայկական եւ այնտեղ կապրեին արցախցիները։ Բայց կա փաստ, որը շատ պարզ է, որ դուք գնացիք ճանաչեցիք Արցախը Ադրբեջանի մաս։ Դուք անընդհատ խոսում եք, որ այս զարգացել է, այն զարգացել է, չգիտեմ, էսի բերել ենք, ենի կոռուպցիոն սկանդալ ենք բացահայտել, իսկ դուք պատկերացնում եք, որ Արցախը եթե վերածենք գումարային արժեքի, ինչը իհարկե սխալ է, բայց նաև տենց արժեք կա, ապա խոսքը գնում է առնվազն 100 միլիարդ դոլարի մասին։ 100 միլիարդ դոլար։ Հայաստանի պարտքի 6 հապատիկը, հա, մոտավորապես, 7 հապատիկը։ Այդքան գումար դուք նվիրել եք թշնամուն։ Այդ եք դուք անում։ Դուք հիմա ասում եք, որ դե պարտքը ավելացել է, որտեղ զենք էինք առնում։ Թույլ տվեք որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհամաձայնվել, ավելին ասել, որ սուտ եք ասում։ Ուղղակի պարզ սուտ եք ասում, որովհետև այն ծրագրերը, որոնց համար դուք վերցրել եք վարկեր, ազգային ժողովում են հաստատվել, կառավարությունում է հաստատվել, եւ այդ ծրագրերում ոչ մի տեղ զենքի գնում չկար։ Ու չասեք, որ դա գաղտնի է կարել, որովհետև չեք կարող գաղտնի անեք։ Հայաստանը տարբեր պայմանագրերի անդամ երկիր է եւ չի կարող գաղտնի զենքեր գնել, չի կարող գաղտնի ինչ որ գնումներ անել, հակառակը կան լիմիտներ, որոնք մենք չենք կարող անցնել։ Եվ եթե այդ զենքերը գնել եք, կողեք սաղի աշկ, ասեք, տեսեք ինչ զենքեր ենք բերել։ Ձեր բերած զենքերը մենք տեսել ենք։ Ընդ որում տեսել ենք 2018-ից սկսած, երբ որ միգեր էիք բերել, ուղղակի մեջը նստելու սելֆի անելու համար։ Հա տեսել ենք։ Էլի ցեն զենքեր եք բերել։ Կամ բաներ էիք բերել, հոբ ինչ որ համակարգեր էիք բերել, որ հետո պարզվեց չեն էլ աշխատում։ Հիշացնեմ, որ թե դուք, թե Արցախի նախկին նախագահը, որը ցավոք այս պահին բանտարկված է Բաքվում, ասում եք, որ Արցախի օդը պաշտպանված է ավելին, քան երբևէ։ Հիմա նույն Նիկոլա կանգնում է օրեր առաջ ասում է, որ բայց ոնց եղավ, որ բանը հոպը չի աշխատել։ Ախպե մեզ էս հարցնում։ Բացում եք բանը, ամենաուժեղ մարտունակ բանակը ունենք։ Դուք եք ասում եք, ես չէի ասում։ Ու տարբերությունը իմ ու ձերն է, որ երբ որ ես դա ասում եմ, դա այդպես էր։ Բայց ձեր օրոք այդ բանակը մարտունակից վերածվեց ելակային բանակի։ Ձեր ժամանակ ինչ որ փծացած սարքավորումներ սկսեցին բերել, որոնք ուղղակի ոչ մեկին պետք չէին։ Ձեր ժամանակ ադրբեջանցիները չգիտես ոնց հատիկ առ հատիկ գիտեին հոպի համակարգերը որտեղ են տեղադրված Արցախում։ Ձեր ժամանակ ադրբեջանցիք չգիտես ոնց իմացել էին, որ Շուշիում մշակույթի տանը ոստիկանները ժողով են անում։ Եվ չեմ հիշում մոտ 100-ի մոտ մարդ ուղղակի մեկ հարվածով սպանել էին, սպանդի էին ենթարկել, բայց ոնց էին այդ սաղ իմանում։ Դուք, երբ որ 18 թվականին այս ժողովրդին խաբում էիք իշխանությունը զավթելու process-ի ընթացքում, իրականում դուք ներկայանում էիք երկու կերպարով, առաջինը դա Մոնթեի կերպարն էր եւ պատահական չէր այդ կապված զեռը, թրաշպայելը բան, ոչ մի պատահական բան չկար, որպեսզի ժողովրդի մեջ յենտագիտակցաբար Մոնթեի պատկերը ստեղծեք։ Դա իհարկե մեր ժողովրդի մասին շատ լավ բան է ասում։ Նշանակում է, որ երբ որ գծվում էր այս ծրագիրը, ընտրվել էր մի մարդ, ով կարող էր ժողովրդի մեջ այդ դրականը արտնացներ, եւ այդ մարդը Մոնթեն էր։ Շատ հետաքրքիր էր, որոնց Մոնթեի կերպարն էր ընտրված մեր ժողովրդին մոբիլիզացնելու համար եւ այսպես կոչված իշխանազավթումը իրականացնել։ Բայց դուք նաեւ օգտագործում էիք Ռոբին Հուդի խոսույթը։ Հարուստներից վերցնենք, տանք աղքատներին։ Մի խոսույթ, որը գրեթե բոլոր հեղափոխություններում միշտ կարևոր տեղ է ունենում։
Բայց արի ուտես որ 18-ից այսօր այդ որ հարուստից եք վերցրել ու աղքատին տվել, այլ ոչ թե իրար մեջ բաժանել։ Իսկ ինչի չեք ասում, որ 18-ից ի վեր աղքատների կյանքը որևէ բանով չի բարելավել։ Հակառակը, աղքատության մակարդակը Հայաստանում աճել է։ Ինչի չեք ասում, որ հարուստները էլ ավելի են հարստացել։ Պարզ բաներ կան, որ դուք ուղակի փոխել եք մարդկանց հետ, դա չասելով։ Օրինակի համար Հայաստանում գործում էր հարկային տեսակ եկամտահարկը, որը կապված էր չափը եկամտային հարկի ձեր աշխատած գումարից։ Եվ այն հավասար չէր, աճողական էր։ Ինչքան շատ գումար ես ստանում, այդքան շատ հարկ ես տալի։ Ես անձնապես դրան կողմ էի։ Բացառի ուտես որ Նիկոլը, որը եկել էր ասելով որ հեսա հարուստներից վերցնում ենք տանք աղքատներին, գալուց ամիսներ անց այդ հարկը համավասարեցրեց։ Աղքատ ես, հարուստ ես, շատ ես ստանում, քիչ ես ստանում, սա նույն հարկն եք վճարում։ Իրականությունը շատ ավելի դառն է։ Նիկոլը այս 7 տարիների ընթացքում հարստացրել է մի խավ, այդ խավը դա ՔՊ-ականներն են, եւ էլ ավելի հարստացրել է հարուստներին։ Իսկ իրական աղքատների համար կամ շատ ծանր պայմաններում ապրող մարդկանց համար որևէ բան չի արել։ Չի էլ անելու, որովհետև դուք իրան պետք էիք որպես մասովկա 18 թվականին փողոցում Նիկոլ գոռալու համար։ Այլ բանի համար դուք իրան պետք չեք։ Եվ սա այն է, ինչ այսօր մենք բոլորս տեսնում ենք։ Դեռ շատ վատ բաներ են մեզ սպասում, սիրելի հայրենակիցներ, եթե սրանք մնան։ Եթե սրանք մնան, վտանգի տակ է Սևանը։ Եվ սա ես ասում եմ ամենայն լրջությամբ։ Ես ի տարբերություն շատ մարդկանց ստիպված լսում եմ մեր թշնամիների ելույթները եւ ուշադիր հետևում եմ նախապատրաստական աշխատանքներին։ Նորից Արևը խոսեց Զանգեզուրի միջանցքի մասին, խնդրեմ ես մասոցը։ Տեսեք, Զանգեզուրի միջանցքի մասին ես բազմիցս ասել եմ, ուղղակի կասեմ հետևյալը, քանի Նիկոլը կա, այդ հարցում մենակ մի բազար կա։ Այդ միջանցքը, այդ միջանցքի տիրություն անելու է Ադրբեջանը ու Թուրքիան, Ամերիկան թե Ռուսաստանը։ Հայաստանը ոչ միտեղ այդ բանակցություններում գոյություն չունի, քանի Հայաստանում այս իշխանությունն է։ Որտեվ իշխանությանը մնալը ունի գին, ինչպես ես ասեցի ամենասկզբում, ինչքան շատ դու դիմում ես հակաօրինական քայլերի պետության ներսում, այդքան ավելի շատ դու կախվածության մեջ ես մտնում քո տերերից։ Անընդհատ ընդդիմության այս կամ այն ներկայացուցիչներին մեղադրում են, ասում են, այ դու գործակալ ես, ԿԳԲ-ի գործակալ ես, չգիտեմ ում գործակալ ես, մոռանալով որ խոսքը, այդ խոսքերը ասում են մարդիկ, որոնք ոտից գլուխ գործակալական ցանցի անդամ են, ոտից գլուխ։ Ու շատ պարզ բացատրում եմ, երբ որ դու իրականացնում ես անօրինական բաներ, ինչպիսիքն են, թե Անտիֆեյկի Նարեկի ու Վազգենի կալանավորումը, թե Սամվել Կարապետյանի, թե եկեղեցական ներկայացուցիչների, սրբազանների, Գյումրիի քաղաքապետի, ում ասեմ այդքան մարդ արդեն 50-ից ավել երևի քաղբանտարկյալ կա այս երկրում։ 40-ով ավել քաղբանտարկյալ կա։ Ու երբ որ աշխարհը դրա վրա աչք է փակում, սիրելի ժողովուրդ, հասկացեք, որ այդ փակ աչքերը ունեն շատ հստակ գին, շատ հստակ, եւ իմացեք, որ այդ գինը միշտի հաշիվ մեզ է։ Միշտ Նիկոլին թողնելու են ամեն ինչ, հրապարակի մեջտեղում Վարդանյան Արային օրինակի համար լավ կարակի վրա մեծ խորոված անել ուտել, էդ էլ կթողնեն։ Այս պայմաններով, որ պետք է էս տաս, հետո էս տաս, հետո 300,000 ադրբեջանցի պետք է բերես, Զանգեզուրի միջանցքը պետք է Թուրքիան նայի, էսի պետք է սենց լինի, էսի պետք է սենց լինի։ Ու սրանք էս խմբակը անող են այդ ամեն ինչը։ Անող են միայն թե մնան իշխանության։ Այդ դա է որ մեր ժողովուրդը պետք է հասկանա, որ ցանկացած նման քաղաքական հետապնդում ինչքան է ինքը եղկելի բան է, բայց չենք խոսա դրա մասին, եթե դա չանդրադառնար Հայաստանի Հանրապետության անվտանգության վրա։ Բայց հասկացեք, որ իրականում այդ փակ աչքերը ամբողջ աշխարհի ի հանդեպ դրա ինչ տեղի ունենում Հայաստանում ունի իր գինը։ Սամվել Կարապետյանը հաստատ չի տանջվում ԱԱՑ պատվալում, հա, այսպես կոչված։ Ոչ տղամարդու պես նստած է ու գիտի որ գալու է ժամը, որ կհայտնվի ազատության մեջ եւ կփորձի ներդրում ունենալ Հայաստանի զարգացման մեջ։ Բայց այն որ թողնում են,
որ ինքը այտենց մնա անդե, ունի իր գինը, ու այդ գինը Նիկոլը վճարելու է։ Բացի այդ նաև երբ որ մենք խոսում ենք մեր քաղբանտարկյաններից, ճիշտ է, նույն Սրբազանները, նույն Սամվել Կարապետյանը, նույն Վարդան Ղուկասյանը օրինակ ստիպում են, որպեսզի ոչ մեկ չխոսի առողջական հարցերի մասով իրենց, բայց մենք նախորդ անգամ խոսեցինք, մենք ունեցել ենք նախադեպը ողբերգական, երբ որ դատարանի դահլիճում մահացավ Արմեն Գրիգորյանը բոլորիս աչքի առաջ, եւ այս մարդկանց մանրան սրբազանները լրջագույն հիվանդություններով այսօր բանտված են եւ սրա մասին այո պետք է կապ չունի իրենք վեր են պահում իրենց միևնույն է մարդիկ պետք է օր առաջ լինեն հանրության։ Տեսեք Մարիամ ջան, որպեսի պարզ լինի այն ինչ ես ասել եմ, իրականում սա է իրավիճակը եւ ինչքան ավելի դաժան են Նիկոլի իրագործած քաղաքական հետապնդումները, այդքան ավելի դաժան է անդրադառնալու այդ ամենը մեր բոլորիս վրա։ Դրա համար եմ ասում, այն մարդը, որի հանդեպ իրականացվում է այդ քաղաքական հալածանքը, այդքան չի նեղվում, ինչքան նեղվելու է ամբողջ ժողովուրդը, հասկանում եք, այդ դա է, որ պետք է հասկանանք։ Այս մարդուն կարտ բլանշատված, ասում են ինչ ուզում ես արա, մենակ, հետո կասենք ինչ ոնց կանես, ու ինքն էլ անում է։ Հիմա Սամվել Կարապետյանը, ինչպես նշեցի, Բագրատ Սրբազանը, Միքայել Սրբազանը, մնացածները հաստատ այդքան նեղված չեն, ինչքան որ նեղվելու այս ժողովուրդը, նրանից թե ինչ է անելու Նիկոլը մեր գլխին, որովհետև իրան թողնում են հալածել մեր հայրենակիցներին։ Այդ դա է, որ պետք է հասկանանք։ Ու շատ հետարքիր է, չէ, որ Արցախի մասին երբ որ խոսում եք, մի հետարքիր բան էլ կա, որ երկու ղեկավար կա, որ այս ադրբեջանցիք չեն ուզում ունենալ Ադրբեջանում։ Դա Լևոն Տեր-Պետրոսյանն եւ Նիկոլ Փաշինյանը։ Շատ հետարքիր է։ Այդ երկու ղեկավարներից ոչ մեկին իրենք չեն ուզում։ Օրինակ մեր սիրելի ժողովուրդն է կարող է եզրակացություններ անել, թե ոնց է ստացվում, որ այդպես է լինում։ Վերադառնալով խոսակցությանը, սիրելի հայրենակիցներ, մենք ապրում ենք շատ ծանր ժամանակաշրջանում։ Այո, աշխարհը աչք է փակում նրա վրա, ինչ կատարվում է Հայաստանի Հանրապետությունում։ Այո, ես կասկած չունեմ, որ մեր ժողովրդի գերակշիռ մասը դեմ է այս իշխանությանը եւ համարում է իրենց դավաճան։ Կասկած չունեմ դրա մեջ։ Ու գալու է ժամանակը, երբ որ դուք ունենալու եք հնարավորություն դա ցույց տալու։ Կասկած չունեմ, որ գալու է։ Արդյոք իշխանությունները փորձելու են 26 թվականի ընտրությունները կեղծեն։ Միանշանակ փորձելու են ինչ որ կուսակցությունների չթողնել մասնակցել ընտրությունների, բայց այդ ամենով մենք պետք է միայն ողջևորվենք եւ ապացուցված համարենք այն հանգամանքը, որ սրանք իրականում կրելու շանս չունեն։ Եվ եթե իրենք զրկում են մեզ ընտրության իրավունքից, ապա արդեն այդ դեպքում փողոցի իրավունքն է սկսում աշխատել։ Դրա համար իրանք էլ մտածելիք ունեն։ Էլ չասեմ, որ ադրբեջանցիները սրա վրա ոնց որ շյոչիկ դրածել են, ամեն ամիս մի բան տա։ Հիմա սա սկսել է խոսալ Արցվաշենը վերադարձնելու մասին։ Մենք գիտենք, չէ՞, իշխանության տարբեր ներկայացուցիչների նման խոսույթը սովորաբար ինչի է բերում։ Մի հատ է պաշտպանության նախարար կար, ասում էր նոր պատերազմ, նոր տարածքներ։ Հիշու եք ինչ եղավ հետո։ Արցախից բան չմնաց։ Հիմա սա Արցվաշենը հետ բերում։ Ակնհայտ է, որ Տիգրանաշենը հանձնելու նախա ինչ որ փուլ է։ Հիմա կարող է փորձի համոզել Ալիևին, որ ինչ կլինի, սպասի միջև ընտրությունները 26-ի հետո տամ։ Բայց արդյոք Ալիևը կհամաձայնվի թե ոչ, չգիտենք։ Այսօրվա մեր խաղաղությունը, կամ ինչպես նախագահ Քոչարյանը շատ ճիշտ բնորոշեց զինադատարը, կախված է մեկ մարդուց։ Դա էլ նախագահը շատ ճիշտ բնորոշում տվեց, որ սա չի կարող կոչվել խաղաղություն։ Ինչ խաղաղություն է, այդ խաղաղությունը մեկ հոգու կմաճուկից է կախված։ Ադրբեջանի նախագահի։ Ասում են, այ հիմա իրական խաղաղություն է, բյուջեն ներկայացնելուց տեսա մի քանի հոգի ասում էին, որ մենք առաջի անգամ ներկայացնում ենք բյուջեն իրական խաղաղության ներքո, այլավ դուք տուն չունեք, տեղ չունեք, ընտանիք չունեք, դուք ձեզանից չեք ամաչում, դուք հայլում եք նայում եք ընդհանրապես։ Ինչ խաղաղություն։ Ում հետ խաղաղություն։ Այն կողմի հետ, որ ամեն օր ասում է, որ ինձ Զանգեզուրի միջանցք տաս, որ Սևանը իմն է, որ 300,000 ադրբեջանցի պիտի գա Հայաստան, այդ խաղաղության մասին եք խոսում։
Խաբել է ժողովրդին դուք չեք կարող եք 5-10%-ին խաբել։ Ընդ որում այդ 5-10%-ի մեջ ոչ միայն խաբվածներն, այլ ուղղակի մարդիկ են, որոնք փող են աշխատում։ Ուղղակի որոշել են ձերոնքական լինեն, քանի փող եք տալի։ Երբ որ վառածի հոտ առնեն, փախնելու են ձեր կողմից։ Ձեր թվում էր շատ այնց մարդիկ կան։ Բայց իմացեք, որ դուք պատասխան եք տալու ամեն ինչի համար։ Առաջի հերթին Արցախը հանձնելու համար, երկրորդ հերթին ժողովրդին խաբելը իր մեջ շատ վատ բաներ ունի, բայց ամենամեծ վտանգը դա անհույս հասարակություն ունենալն է։ Իսկ դուք ձեր այս արարքներով, ձեր այս 7 տարվա կառավարումով Հայաստանում կարծես թե փորձում եք ստիպել հենց այդ անհույս հասարակությունը, որը լավի հույս այլևս չունի եւ փորձում է բավարարվել այսօրվա աղացով։ Հասարակություն, որը մտածում է միայն այսօր հացի ինչով առնեմ, բայց չի աջողվելու։ Մեր ժողովուրդը լավ ժողովուրդ է, մեր ժողովուրդը դարերով պայքարած ժողովուրդ է, մեր ժողովուրդը ազատատենչ ժողովուրդ է, եւ ես կասկած չունեմ, որ հավաքական հայը միանշանակ հաղթելու է հավաքական Նիկոլին, միանշանակ հաղթելու է, նժարի վրա լինելու է Հայաստանի գոյությունը եւ Նիկոլի շարունակությունը, այսինքն թուրքական եւ ադրբեջանական պլանների իրագործումը։ Եվ այդ նժարը միանշանակ ի օգուտ հայկական ժողովրդի է լինելու։ Այսքանը Արփի ջան։ Իրոք ներողություն եւ եւս մեկ հարց, պարոն Վարդանյան, Մայրաթորի հետ կապված իրենք շարունակում են գրողը Բեհարանի վրա։ Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովում ճեպազորույցի ժամանակ այսպես է, ասում է մաքրվեմ, նոր իհարկե գնալու է Մայրաթոր, մաքրվեմ ու կգնամ։ Խնդրեմ ես մասոց է տեսակ։ Նախ եւ առաջ Նիկոլը ինչ էլ անի կյանքում այլևս չի մաքրվի։ Մահանալուց հետո էլ չի մաքրվի։ Այն ինչին քարել է, դա մաքրման ենթակա չի։ Նա պատճառ է հանդիսացել 5000-ից ավել հայ զինվորների սպանդի։ Նա պատճառ է հանդիսացել մեր հայրենիքի մի մասի Թուրքին հանձնելուն։ Դա չի մաքրվում, Նիկոլ, ինչ էլ անես, չի մաքրվի։ Հասկանում ես, դու չես մաքրվելու։ Հայ առաքելական եկեղեցու վրա քո հարձակումն էլ հաջողություն չի ունենալու։ Այն քեզ միայն ել ավելի խորը ցեյտնոտի մեջ է մտցնելու, որից դուրս գալու համար դու անելու ես տարբեր շոուներ, մասկի շոուներ, բայց դու հայտնվել ես մի վիճակում, շախմատային լեզվով ասած, ցուցվանգում ես դու։ Դու ինչ էլ անես, ի վնաս քեզ է։ Այո, դրսի տերերդ աչքերը փակելու են։ Բայց հայ ժողովուրդը երկար աչքերը փակ չի պահելու, արդեն բացել է, արդեն պատրաստ է քեզ մերժելու է։ Բայց եւ նաեւ մենք տեսանք, որ համաշխարհային ճանաչում ունեցող Տակեր Կարսոնը խոսեց այն մասին, որ քրիստոնյաների երկրում հարձակվում են հայ քրիստոնյաների Մարիամ ջան, լիկան անկախ աղբյուրներ, ինչպես նաեւ Տակեր Կարսոնը, որոնք իհարկե անդրադառնալու են այս հարցին, բայց եկեք այսպես ասեմ, ես աշխարհից որևէ տեղից օգնություն չեմ սպասում։ Օգնությունը գալու է Հայաստանի Հանրապետությունից, օգնությունը գալու է մեր ժողովրդից, որովհետև մենք ենք մեր երկրի տերը եւ մենք պետք է որոշենք, թե որ ուղղությամբ ենք գնում։ Այսինքն չի աջակցել ոչ մի ձև Մայրաթորի։ Ես չեմ տեսնում, որ Մայրաթորի վրա քահանաներով Դե տեսեք, այդ ամեն ինչը ծիծաղի առարկա է, չէ՞, հիմա Facebook-ում էլ ֆռում են այդ իր քահանաները, դպիրները, բաները, խնդալու բանը։ Այսինքն ինքը փորձեց 2 անգամ թե 3 անգամ, հա, Կիրակի օրերը հավաքել մարդ եւ բոլորին ցույց տվեց, որ ախպեր չունես դու այլևս դու հետևորդներ չունես։ Քո աղանդը ունի, չգիտեմ, 500-600 հետևորդ։ Նիկոլի աղանդը է դա։ Հիմա ինքը ինչքան է ռեսուրս օգտագործի, ինքը նույնիսկ մի հատ նորմալ մարդավարի հավաք չի կարա անի օպերայի օրինակ հրապարակում, չի կարա։ Որտեվ չունի ինքը այլևս դա չունի, դրա համար ինքը գվարդիա է բացում, պարեկների աշխատավարձները սահմանում կանգնած զինվորներից 5 անգամ ավել է տալի, դատախազներին աշխատավարձներ, որպեսզի լրացնի մերպես մարդկանց։ Այսինքն դա վախի մթնոլորտ ստեղծել, այդ վախի մթնոլորտը պահպանել պետական տարբեր իրավապահ համակարգում ստեղծող նոր մարմիններով, այն հույսով, որ կարողանա անընդհատ կեղծել ընտրությունները, բայց այդպես չի լինելու, նորից եմ ասում։ Երբ որ գալիս է պահ, ժողովուրդը իր խոսքը ասում է, եւ ես կասկած չունեմ, որ պահը գալու է եւ ժողովուրդը իր խոսքը ասի։ Եվ նորից գալու մեր առաջին հարցին, մենք տեսանք, որ Արեզ Սիմոնյանն էլ ասաց, որ իր
հետաքրքիր էլի, ըստ էության տղաները պատասխանել են Ալեն Սիմոնյանի այդ գրառմանը եւ ինչ է հատկանշական, ով է հաղորդում տալիս, ով է խոսում կեղտոտ բառապաշարի մասին, մի մարդ, որի անմիջական ղեկավարը տեսակի չէր խոսում ազգաժողովի ամենից, որի անվտանգությունը փողոցում պահում է մարդու ձեռքերը, որպեսզի ինքը թքի այդ մարդու վրա, խնդրեմ։ Մարիամ ջան, իրես ի պատասխան սրա ուղղակի կառաջարկեմ հետևյալը, որպեսզի Նիկոլական թիմի բոլոր անդամները մի պարզվարժություն անեն։ Գիշերը քնելուց առաջ մի պահ պատկերացնեն, որ իրանք այլևս իշխանություն չեն։ Ուղղակի մի պահ պատկերացնեն։ Իրենց մտքում պատկերացնեն, լավ վաղը մենք էլ իշխանություն չենք։ Մեզ ինչ է սպասում։ Այդ որ հասկանաք ձեզ ինչ է սպասում, այդ դրանից ելնելով արդեն իրականացրեք ձեր բոլոր քայլերը, որոնք կսկսեք անել մյուս օրը։ Որտեվ հասկացեք, Նիկոլից հետո կյանք կա։ Նիկոլից հետո Հայաստան կա, Նիկոլից հետո ապրել կա։ Եվ հիմա ապրեք այնպես, որ հետո մինչև կյանքի վերջ փոշմանեք։ Իհարկե ձեզ մեծ մասը արդեն փոշմանելու է, որտեվ ցմահ պետք է դատապարտվի։ Բայց ձեր մեջ կան մարդիկ, որոնք դեռևս ամբողջությամբ չեն կեղտոտվել։ Նիկոլը չի կարողացել ամբողջությամբ ձեզ կեղտոտել։ Արեք այդ վարժությունը եւ հասկացեք, կրկնում եմ, Նիկոլից հետո կյանք կա, բոլորս հենց իրար երեսին ենք նայելու։ Ու բոլորս պատասխան ենք տալու մեր արածի համար։ Ամեն մեկը իր չափով։ Հասկանում եք։